Մեր հարուցյալ Քրիստոսը։ Գործք առաքելոց 4-րդ գլուխ։ Այսօր մենք փառաբանում ենք Աստծուն, որ մեր փառապանծ Հիսուսը հարուցյալ Քրիստոսն է։ Մեզանից նրանք, որ ճաշակել են մեր մեջ բնակվող հոգու զորությունից, հասկանում են, թե ինչպես կարող էին վառվել հարուցյալ Տիրոջ հետ Էմմաուս գնացող այն երկու աշակերտների սրտերը։ Ուշադրություն դարձրեք հետևյալ խոսքերի վրա. «Եվ երբ աղոթք արին, շարժվեց այն տեղը, ուր հավաքված էին»։ Գործք առաքելոց 4:31։ Կան բազմաթիվ եկեղեցիներ, ուր երբեք նման աղոթքներ չեն արվում։ Եկեղեցին, որը չգիտի, թե ինչպես պետք է աղոթել, աղաղակել, երբեք չի շարժվի այդ ձևով։ Այցելելով այդպիսի եկեղեցի, նրա շենքի դրանդիքին դուք լիիրավորեն կարող եք գրել. «Տիրոջ փառքը հեռացել է այստեղից»։ Աստված գործել սկսում է միայն այն ժամանակ, երբ մարդիկ հասու են լինում աղոթքի, զորության ու փառաբանության գաղտնիքին։ Ոմանք ասում են. «Այո, բայց Աստծուն ես իմ հոգու մեջ եմ փառաբանում»։ Բայց չէ՞ որ գովությունը չի կարող չթափվել ձեր շրթունքներից, եթե ձեր սիրտը լցված է դրանով,